Հետ կապված, որ ասել եք, որ իրենց առաջարկը 3.6 միլիարդի բարձրացնելը 20 լումա ընդամենը կբարձրացնի, ինչ հաշվարկ է դրա տակ կասեք։ Բայց ես նշել եմ, որ այդ հաշվարկը կարել են հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի մասնագետները։ Զուտ իրանց եք հմանում, դուք անձամբ չեք վերլուծել այդ, Չէ, ես ոնց վերլուծեմ, դրա համար պետք է մասնագիտական ինստիտուտ լինի։ Իսկ մասնագիտական կառույցի իրենցն է, ես ուղղակի իրենց հաղորդագրությունը ավելի հասկանալի լեզվով ներկայացրել եմ հանրությանը, որ կարողանա այդպիսի հաշվարկներ անել, մենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կարիք չենք ունենում։ Հա, բայց հետից լրիվ այլ հաշվարկ են անում եւ բոլորովին այլ բան։ Մենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որտեղ դա է պետական այն մարմինը, որը որ սակագները հաստատում է եւ որը ստուգում է առանձին մասնավոր ընկերությունների հաշվարկները։ Պարոն Թունյան, բայց դուք անկախ եք համարում այդ մարմինը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Բա ինչը հեծին ենք, հիմա հեծի հաշվարկները հիմա պիտի վերցնենք։ Եթե այդպես լինի, կարելի է երկու կողմինն էլ վերցնել, դուք մանավանդ տնտեսագետ եք եւ ժամանակին շատ լավ խորը վերլուծություններ եք անում, վերլուծեք ձեր տեսակետը ոնց եք վերաբերվում։ Պիտի նկատի ունենաք, որ միշտ բնական մոնոպոլիաների դեպքում գազ, ջուր, հոսանք եւ այլն կա պետական մարմին, որը որ այդ ընկերությունների գործելան ոճը վերահսկողության տակ է պահում եւ այդ թվում սակագները դրանց արժանահավատությունը եւ հիմնավորվածությունը ստուգում է։ Հիմա եթե դուք այդ սակագնի հետ կապված խնդիր ունեք, այսինքն հաշվարկի հետ կապված, ուրեմն նշանակում է ձեր մոտ խնդիրը ոչ թե սակագնի հետ, այլ պետական կառույցի նկատմամբ վստահության է։ Այո, ես վստահում եմ այդ պետական կառույցին, այդ կառույցի անդամներին մենք ենք ընտրել, իդեպ այդ կառույցի անդամներից մեկը ընդդիմադիր գործընկերների առաջարկով ընդունել Արա Նեղանյանը, թե հաշվի դաշնակցության նկատի ունեք, հա, բայց գիտեք, որ հանձնաժողովի նախագահը Մեսրոպյանը ԿՊ-ի թիմի անդամ է եղել եւ այդտեղ արդեն հարվածի տակ են գնում այդ կառույցի անկախությունը։ Թիմի անդամ է։ Ուրեմն այդտեղ ինչ վերաբերում է մասնագիտական հաշվարկներին, ուրեմն եթե ինչ-որ մեկը կասկած ունի, պիտի մասնագիտորեն հիմնավորի, որ այդ թիվը սխալ է։ Հիմա այլ ելակետային տվյալ մենք որը մենք Ես դրա համար եմ հարցնում, ես գիտեմ, որ դուք կարող եք այդ վերլուծությունը կատարել, ինձ թվաց դա ձեր անձնական վերլուծությունն է, ոչ թե հղում եք անում Մեսրոպյանի ասած։ Այդ նույնը ոնց որ ես վիճակագրական կոմիտեի փոխարեն օրինակ հաշվեմ, թե որ Հայաստանում գործազրկության մակարդակը ինչքան է կամ ասենք գնաճի տոկոսը ինչքան է։ Ես վերցնում եմ թիվը։ Դուք սպառողների թիվը որ վերցնեք ու այդ բանը մուտք արվող գումարը վերցնեք։ Մի րոպե ասեք, ոնց որ դուք եք հաշվելու գնաճի ցուցանիշը ասես։ Տենց չի։ Ամեն ինչը բարդ մեթոդաբանությամբ է հաշվարկվում։ Մեր խնդիրը, նաև ես երբ որ լրագրող եմ, իմ խնդիրը այդ ժամանակ այդ էր, որ պետական կառույցների ներկայացած բարդ ինֆորմացիան հասկանալի լեզվով մատուցել հասարակությանը։ Հիմա այդ դեպքում դա հենց դա եմ արել։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաղորդագրությունը վերցրել եմ, ավելի հասկանալի լեզվով ներկայացրել եմ եւ բացատրել եմ վիճակագրությունը հաշվի առնելով, թե դա ամեն ընտանիքի հաշվով ինչ կարող է լինել։ Իսկ ամեն ընտանիքի հաշվով հոսանքի ծախսը կարող է նվազել մաքսիմում 50-ից 60 դրամով։ Այն ընտանիքների դեպքում, ասենք օրինակ մեծ սեփական տուն ունի, կարող է ազդեցությունը լինել, ասենք 200 դրամ, բայց փոքր բնակարանի դեպքում կարող է անգամ 20-ից 30 դրամով լինի այդ ազդեցությունը։ Այսինքն այս հեծի առաջարկը զուտ մանիպուլյատիվ ինչ-որ բան է համարում։ Ես չեմ ուզում նման որակումներ տամ, հեծի առաջարկը եղել է ոչ թե սակագինը վերանայել, այլ հեծի առաջարկը եղել է սակագնի հաշվարկի մեթոդաբանությունը փոխել եւ օրինակ վնասը մի ձև հաշվել, ներդրումները մեկ այլ ձև հաշվել, ինչի հետևանքով սակագինը մի քիչ էսպային կարող է իջնել այդ 0.2 դրամով, բայց առաջիկայում կարող է ավելի շատ բարձրանալ։ Ես ձեզ խորհուրդ կտամ մի հատ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի Մենք խոսում ենք, ասել, մենք հանձնաժողովի նախագահային ճեպազրույց ունեցանք, ասաց վարույթ է, ես ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել, ասում եմ աշխատավարձը մտել է սակագնի մեջ, թե չի, ասում եմ չեմ կարող պատասխանել։ Ինչ հարցն է, ասաց վարույթը։ Չէ, հեծի, ես անձամբ հարցերը պարոն Թունյան ասել եմ, այդ որ ԿՊ պատգամավորները այդքան ստատուսներ են գրում, ասում են $10,000 աշխատավարձ է ստացել եւ դրա համար սակագինը բարձր ա եղել սիրելի քաղաքացիներ։ Ասում այդ աշխատավարձը մտել է, թե չի մտել սակագնի մեջ։ Ասում չեմ կարող ասեմ, իրավունք չունեմ։ Այն հարցերը ինչ որ վերաբերում է վարույթին
բնականաբար իրանք չեն պատասխանի, բայց եթե իրանք հրապարակած հաղորդակցության վերաբերյալ հարց տակ, ինձ թվում է այդ կառույցը գոնե կպարզաբանի, թե ինչ են նկատի ունեցել։ Այսինքն ես այստեղ խնդիր չեմ տեսնում, մանավանդ մեր լրագրողներին շատ լավ ճանաչելով, գիտեմ, որ հարցերը շատ սահուն մասնագիտականից անցնում են քաղաքականի, դրա համար մարդիկ խուսափում են շատ դեպքերում քաղաքական հարց կար իմ ասածների մեջ։ Հիմա այս սակագինը քաղաքական հարց է, թե մասնագիտական։ Զուտ մասնագիտական, բայց ես չի իմանամ, այդ որ այդքան ստատուսներ են գրում ԿՊ-ի։ Ճիշտ են գրում, թե խափում են քաղաքացիների, մանիպուլացիոն են, թե չէ։ Այս քաղաքական հարցերի տակ տնտեսական հարցեր են, տնտեսականի տակ քաղաքական հարցեր են։ Ու դուք շատ լավ կարողանում եք այդ տաղանդը։ Եթե քաղաքական են նույնիսկ դրանց չի կարելի պատասխանել քաղաքական։ Բայց ամեն մարդ ինքը իրավունք ունի որ հարցին պատասխանի, որին չէ։ Ես համոզված եմ, եթե դուք հարցում ուղարկեք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողով ու խնդրեք ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել, թե ինչպես է ստացվել այդ 0.2 դրամը, իրենք մի քիչ ավելի մանրամասն ձեզ ինֆորմացիա կտան։ Ուղղակի պետք է լրագրողները այդ առումով մի քիչ չարչարվեն։ Իսկ դուք գիտեք, պարոն Թունյան, տեսեք, դուք գիտեք սակագնի մեջ այդ աշխատավարձերը մտնում է, թե չի մտնում։ Ես գիտեմ, որ սակագնի մեջ աշխատավարձերը մտնում են, բայց մի որոշակի շեմից վերը դրանք չեն կարող։ Այն ինչքանով են մտնում, որն է այդ շեմը, ինչպես է որոշվում։ Ես գիտեմ, որ կան ծախսեր, որոնք սակագնի մեջ մտնում են, կան ծախսեր, որոնք չեն մտնում։ Օրինակ, եթե ես հոսանք արտադրող եմ կամ հոսանք բաշխող եմ ու իմ աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցներ եմ ձեռք բերում, բնականաբար դա պիտի մտնի սակագնի մեջ։ Բայց եթե ես որոշում եմ, որ իմ կոմֆորտի համար պետք է մի հատ Rolls-Royce առնեմ, բնականաբար դա չպիտի մտնի հաշվարկի մեջ։ Այդ առումով ավելի մանրամասն ինֆորմացիա, ինչն է մտնում, ինչը չի մտնում, որ չափանիշներ դեպքում, դրա համար մենք ընտրում ենք կառույց, որը սահմանադրությամբ եւ օրենքներով կարգավորվում, որը պետք է բոլոր հարցերի պատասխանները տա։ Բա ինչի այդ ձեր սեմինար չեք անցկացնում ԿՊ ձեր գործընկերների համար, որ բացատրեք, որ ստատուսներում գրում են Նարեկ Կարապետյանը $10,000 աշխատավարձ է ստացել, դրա համար սակագինը բարձր է, այդտեղ կա մանիպուլյացիա։ Ասածները չմեկնաբանեմ, ես երևի առաջիկայում, եթե իրենք ընտրությունների ժամանակ թեկնածությունը իրենց կառաջադրեն, առիթ կունենանք շատ տնտեսական հարցերի շուրջ բանավիճելու, իսկ եթե մարդիկ գտնում են, որ օրինակ իմ գործընկերների ասածները սխալ են, կամ ինչ-որ բան են, դրա մեջ վիրավորանք են տեսնում կամ զրպարտություն են տեսնում, կարող են դատի տալ։ Շնորհակալություն։